Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հատկապես մարզերում բնակվող մեր հայրենակիցներից շատերը աշխատանքի խնդիրը լուծում են Հայաստանի սահմաններից դուրս։ Արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը գումար է վաստակում Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ այս երկրում տարեստարի խստացում է օտարերկրացիներին վերաբերող օրենսդրությունը։ Օրինակ, տարեսկզբից երկու օրենք է ուժի մեջ մտել, ըստ որի սահմանապահը կարող է իր հայեցողությամբ արգելել օտարերկրացու մուտքը Ռուսաստան ու հետո արգել։ Մյուս օրենքի համաձայն ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել Ռուսաստանում, այժմ նույնքան կարող են մնալ ամբողջ տարվա ընթացքում։ Ակնհայտ է, որ այս կարգավորումից տուժելու են ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնողները, այլև Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող Հայաստանի քաղաքացիները։ Բայց վերադառնանք արտագնա աշխատանքի մեկնողներին։ Ռուսաստանի Դաշնությունից ստացված տվյալների համաձայն այդ երկրում անօրինական ավելի քան 40,000 հայ միգրանտ կա։ Եթե նրանք Հայաստան արտաքսվեն, այդքան ընտանիք կհայտնվի ապրուստի միջոց հայթայթելու խնդրի առջև։ Գուցե փորձեն գյուղատնտեսությամբ, շինարարությամբ փող վաստակել, բայց անշուշտ ոչ բոլորը կկարողանան լուծել աշխատանքի հարցը։ Ոստի խնդիրը պետք է պետական համապատասխան կառույցների ուշադրության առանցքում լինի։ Ցավով պետք է արձանագրեմ, որ մայրաքաղաքի եւ մարզերի անհամաչափ զարգացումը միգրանտներին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու։ Ռուսաստանում խնդիրներ կարող են ունենալ նաեւ այնտեղ բնակության տեղափոխված օտարերկրացիները։ Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել օրենսդրական նոր կարգավորումներ, որոնց համաձայն այդ երկրի դպրոցներում սովորելու համար օտարերկրացիների երեխաները պարտադիր պետք է ռուսաց լեզվի քննություն անցնեն։ Անցողիկ շեմը չհաղթահարած երեխաներին չեն ընդունի։ Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության տվյալներով ներգաղթյալների 1/3-ին չի հաջողվում առաջին փորձից անցնել այդ քննությունը։ Կասկածից վեր է, որ նման ընտանիքները եւս ստիպված են լինելու հայրենիք վերադառնալ։ Սուր թեմայի տաղավարում միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ զրուցել ենք օտարերկրացիներին վերաբերող այս, ինչպես նաեւ 3 շաբաթից ուժի մեջ մտնող նոր խստացումների մասին։ Իրանցով բանով չի անպայման պետք է ռուսերենը սովորել։ Որոշում է կայացվել ադմինիստրատիվ օրենքի խախտման համար։ Գնացողները կգնան մի բան ճարվի աստված։ Նրանք, ովքեր խախտել են Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը, կամ պետք է հեռանան երկրից, կամ անցնեն համապատասխան ընթացակարգերով։ Ռուսաստանի կողմից ընդունված միգրացիոն որոշումները նպատակ ունեն ապահովել երկրի անվտանգությունը։ Ոնց էլ խստացնեն հաստատ մի օրենք շրջանցեն։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխությունների համաձայն հունիսի 30-ից ոչ վիզային, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները պարտավոր են 72 ժամ առաջ տեղեկացնել այցելության մտադրության մասին եւ թույլտվություն ստանալ։ Սա վիզա տրամադրելու նոր ձև է եւ ինչով է հիմնավորվում նորամուծությունը։ Ռուսաստանի Դաշնությունը պատճառաբանում է, որ միգրանտները, որոնք բարբերաբար գալիս են Ռուսաստանի Դաշնություն եւ օրինակ ինչ որ խախտման պատճառով ստանում են մուտքի արգելք եւ նրանք, ովքեր չեն ընկնում այն ռեժիմի տակ, որ պետք է մատնահետ կանցնեն, այսինքն որպես աշխատանքային միգրանտ ԵԱՏՄ քաղաքացիների պարագայում 30 օրվա մեջ չեն անցնում բուրզնում, մատնահետ կանցնում, իսկ ընտանիքի անդամների դեպքում 90 օրվա ընթացքում, ապա նրանք վերադառնում են իրենց քաղաքացիության երկիր, փոխում են տվյալներ օրինակ ազգանուն, անուն եւ փորձում են այլ փաստաթղթով մուտք գործել ՌԴ տարածք։ Եվ իրենք կարծում են, որ սա անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործիք է եւ իրենք դրանով առնվազն արդեն իսկ սահմանից փորձում են հսկել իրենց երկիր անօրինական միգրանտների մուտքը։ Հիմա իհարկե այս պահին իրավունք ունի սահմանապահը իր հայեցողությամբ թույլ չտալու, որ միգրանտը մուտք գործի, օտարերկրացին մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, եթե ինքը ունի հիմնավոր կասկած, որ տվյալ անձը կարող է իր պետության համար, անվտանգության համար սպառնալիք հանդիսանալ։ Հիմա այս նոր գործիքի միջոցով փորձում են այնպես կառավարել, որ մարդը չհասնի այդ սահմանին։ Ինքը արդեն իսկ իր քաղաքացիության երկրում իմանա, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն կամ արգելված է կամ անցանկալի եւ ուղղակի մուտք չգործի Ռուսաստանի Դաշնության տարածք։
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ նոր համակարգի ներդրման դեպքում։ Թույլտվությունը երաշխավորում է, որ կարելի է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Հնարավոր է արդյոք մուտքի թույլտվություն չստանալու դեպքում բողոքարկել այն։ Քանի որ համակարգը նոր է եւ դեռևս չի գործարկվել, այն հունիսի 30-ից է գործարկվելու, ըստ ՌԴ պատկան մարմինների տեղեկատվության լինելու է հեռախոսային հավելված RUID, որտեղ օտարերկրացին լրացնելու է իր տվյալները, որը ստուգվելու է, որից հետո անձը ստանալու է հաստատման կոդ, որը ներկայացնելու պարագայում միայն սահմանապահը նրան թույլ կտա մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգը այսպես է ընթանալու։ Ինչ խնդիրներ կառաջանան չեմ կարող ասել, որովհետև համակարգը կարող է ինչ-որ պահի չաշխատել, կարող է անձը կոդը ստանալ, բայց սահմանապահի մոտ ցույց չտալ։ Ամեն ինչ հնարավոր է։ Իսկ բողոքարկման հետ կապված այն տեղեկությունը, որը հրապարակել են ՌԴ պատկան մարմինները, այնտեղ որևէ նշում չկա այդ մասին, թե կա հնարավորություն արդյոք բողոքարկելու այդ որոշումը, թե ոչ։ Տարեսկզբից գործող փոփոխությունների համաձայն ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչ խմբերի վրա է ազդել այս փոփոխությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու ժամկետի եւ դա վերաբերվում է նաեւ մեր քաղաքացիներին։ Նախկինում ինչպես էր տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները ՌԴ-ում կարող էին գտնվել 90 օր։ Այդ ժամկետը 2 անգամ կրճատվեց եւ հունվարի 1-ից դարձավ տարվա ընթացքում 90 օր, գումարային 90 օր։ Սա վերաբերում է ոչ աշխատելու նպատակով մեկնող քաղաքացիներին։ Այդ թվում նաև մեր քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իդեպ սա ամենամեծ վտանգը, որը առաջացել է եւ որի մասին ցավոք ոչ միշտ է որ տեղյակ են, այն Բեռնա եւ ուղևորափոխադրող կազմակերպությունների վարորդներն են, որոնք այցի նպատակի համար եթե նշեն աշխատանք, պարտավոր են լինելու կնքել աշխատանքային պայմանագիր, հաշվառման կանգնելու միգրացիոն հաշվառման, այսինքն ռեգիստրացիա ունենալու եւ պայմանագրի ժամկետով երկարացնելու իրենց գտնվելը, բայց քանի որ նրանք չեն նշում նման բան եւ կարճաժամկետ է իրենց այցը ընդամենը մի քանի օր, ցավոք նրանք հենց այդ խումբը ամենատուժողն է լինելու, որովհետեւ նրանք տարվա ընթացքում 90 օր կարող են գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Եւ Աստված մի արասցե, օրինակ մեքենան փչանա եւ իրենք այդ 90 օրը իրենց ՌԴ-ում գտնվելու լրանա եւ իրենք շատ ավելի ուշ դուրս գան, նրանք ուղղակի մուտքի արգելք կստանան առնվազն 3 տարի ժամկետով։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության մեկ այլ փոփոխության համաձայն օտարերկրացիների երեխաները դպրոցներում սովորելու համար պետք է ռուսաց լեզվի քննություն հանձնեն։ Կան տվյալներ, թե վերջին տարիներին Հայաստանից ընտանիքով Ռուսաստան տեղափոխվածներից քանիսը կարող են խնդրի առաջ կանգնել։ Կդժվարանամ ասել, որքան երեխաներ են հիմա գտնվում, բայց որ արդեն տասնյակ երեխաներ ապրիլի 1-ից սկսած այդ խնդրի առջև կանգնել են, որ եթե իրենք չեն հանձնում դպրոց ընդունվելու համար ռուսաց լեզվի քննությունը, իսկ շեմը բավականին բարձր է 90%-ը պետք է հավաքեն, այսինքն տրված հարցերի 90%-ին պետք է ճիշտ պատասխանեն, եւ արդեն ունենք տասնյակ դիմումներ, որ քաղաքացիները դիմում են, որ իրենց երեխաները ուղղակի չեն կարողացել հաղթահարել այդ շեմը։ Ցավոք նաև հիմա քննարկվում է Ռուսաստանի Դաշնությունում, պատգամավոր Նիլովն է առաջարկել այդ փոփոխությունը, որ եթե միգրանտ երեխաները 3 անգամ չեն հանձնում այդ քննությունը, ապա նրանք պարտավոր են վերադառնալ իրենց քաղաքացիության երկիր եւ ծնողներին սպասել այնտեղ կամ ծնողների հետ միասին վերադառնալ։ Խախտում թույլ տված միգրանտները հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, ինչ խնդիրների են նրանք բախվում եւ ինչպես կարող են դուրս գալ այդ սև ցուցակից։ Բոլոր նրանք, ովքեր հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, նրանց իրավունքների առումով բավական լուրջ սահմանափակումներ են տեղի ունենում։ Առաջինը ինչպես են նրանք իմանում, որ հայտնվել են այդ ռեեստրում, սառեցվում են նրանց բանկային հաշիվները։ Որևէ գործարք իրենք Ռուսաստանի Դաշնության տարածքում չեն կարողանում իրականացնել։ Ընդհանուր մինչև ամուսնության գրանցում, երեխայի ծննդի գնացում, անշարժ եւ շարժական գույքի առքուվաճառք, նույնիսկ առանց ոստիկանին տեղեկացնելու իրավունք չունեն իրենց բնակության վայրը լքելու։ Նախագահի հրամանագիր կար, որը թույլ էր տալիս այս անձանց մինչև ապրիլի 30-ը, իսկ հիմա երկարացվեց մինչև սեպտեմբերի 10-ը,
օրինականացնելու իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ այդտեղ հայտնվում էին անձինք, որոնք օրինակ մեր քաղաքացիների պարագայում, եթե անցել է ռեգիստրացիայի ժամկետը, չի հասցրել նոր ռեգիստրացիա անել, կամ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, հաջորդ 15 օրվա ընթացքում նորը չի կնքել, կամ ՌԴ գործելուց հետո բուժզննում չի անցել, բուժզնման տեղեկանքի ժամկետը 12 ամիս անցել է, նոր բուժզննում չի անցել, կամ մուտք գործելուց հետո մատնահետք չի հանձնել, մի խոսքով, այսինքն նմանատիպ խախտումների դեպքում անձինք հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում եւ նրանց դեռևս թույլատրված է, որպեսզի վերականգնեն բացակայող փաստաթուղթը, որ կարողանան օրինականացնել իրենց գտնվելը։ Եվ փետրվարի 5-ից սկսած շատ մեծ խնդիր է անձինք շաբաթներով, անգամ ամիսներով հերթ են կանգնում որևէ փաստաթուղթ ստանալու համար։ Երբ որ կարողանում են այնուամենայնիվ տարածքային միգրացիոն ծառայություն մուտք գործել, առնվազն հասկանալու համար ինչու են իրենք հայտնվել ռեեստրում, իրենց շատ հաճախ ուղղորդում են դիմում գրել, առցանց օնլայն դիմում գրել եւ պատասխան ստանալ։ Իսկ դիմում գրելուց հետո պատասխան են ստանում, որ ներկայացեք տարածքային միգրացիոն ծառայություն։ Այսինքն, երբ անձը կարողանում է 1-2 ամիս հետո մի կերպ վերականգնել պակասող փաստաթուղթը, երբեմն այնպես է լինում, որ արդեն սկսում են ժամկետանց դառնալ մյուս փաստաթղթերը։ Պարույր Սևակն ասում էր. «Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»։ Ու թեպետ այս խոսքերի հասցեատերը Արևմտյան Հայաստանում ապրածայներ, սակայն դրանք լավագույնս բնութագրում են նաև արցախցուն, ով թևելի իր հայրենիքում է ապրում, սակայն կարոտն առ Արցախ անչափելի է։ Այո, հայրենիք, տուն ու տեղ կորցրած արցախցիներին դառը ճակատագիր է բաժին ընկել։ Նրանց սիրտը, հոգին ու միտքը քարացած են։ Նրանցից շատերը բառացիորեն գոյության կռիվ են տալիս, բայց տոկուն կամքի ու համառության շնորհիվ վաղ թե ուշ թունելի վերջում էլի կտեսնեն լույսը։ Իսկ մինչև այդ մեր պարտքն է ուժերի ներածին չափ աջակցել նրանց։ 2023-ին Արցախից տեղահանված ամուսինները 37-ամյա Մասիսն ու 29-ամյա Աննան այժմ ապաստանել են Հրազդանում։ Ապրում են Վարձով, ինչի համար ամսական վճարում են 130,000 դրամ։ Մասիսը շինարար է, սակայն վաստակում է ընդամենը 60-ից 70,000 դրամ։ Աննան չի աշխատում։ Ինչպես աշխատի, եթե խնամքի տակ անչափահաս 4 երեխա ունի, որոնցից մեծը տառապում է DCP-ով։ Նրանց հետ է բնակվում նաև Մասիսի մայրը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է եւ որի թոշակը ընդամենը 37,000 դրամ է։ Ասում են ուրիշի փողերը հաշվելը կոռեկտ չէ, բայց մենք ստիպված ենք դա անել, որպեսզի մեր հեռուստադիտողը ամբողջությամբ պատկերացնի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը։ Աշխատավարձ, նպաստ ու թոշակը միասին ամսական 200,000 դրամը չեն գերազանցում, որից, ինչպես արդեն նշեցի, միայն 130,000 դրամը տան վարձն է կազմում։ Այսինքն 7 հոգով, որոնցից երկուսը լուրջ հիվանդ, ապրում են 70,000 դրամով։ Ու եթե հանում ես նաև կոմունալ վճարները, ապա մեկնաբանությունները ավելորդ են։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Բնավեր Արցախցու ավերակ ճակատագիրը» տեսանյութը։ Չեմ կարողանում առանց մեր Ղարաբաղը մնալ։ Ստեփանակերտից դուրս եկան 2023-ի սեպտեմբերի 25-ին, հետևում թողնելով անասելի ցավ, կսկիծ ու անսահման անորոշություն։ Ոչինչ չհասցրին վերցնել, հեռացան հարկադրաբար, բայց արժանապատվորեն։ Ճիշտ ասած, ասում եմ, երևի 20 թվի պես մի 2 օրով, որտեղ ռուսի զորքերն տեղեր չէին, պատկերացնում որ վերջնական է։ Իրենք էլ ասում են, ոչ չվերցնեք, չեն թողնում հասկացնեք, անգամ շորերս էլ չվերցրի։ Մեր հակի շորերը ոնք դուրս եկել, որ մի ավտոն կարողանայինք թեկուզ բեզի լինել, լցնեինք բերենք, էլի մի քանի վեշ կբերելի շորա մորա ասաղ երեխաների։ Թշնամուն մնաց իրենց տասնամյակների աշխատածն ու վաստակը, մեքենա, տուն, ապրուստ եւ իհարկե պատերից ներս մնացած անջնջելի, ոչնչով չփոխարինվող տաքությունն ու հուշերը։ Քարից էլ հաց էին քամում, արարում։ Գիտեք ինչքան եմ չարչարվել, կուբիկը շալակիր տար, ես իմ քերփիճու շալակիր տա, ինչ տանջանքով տուն շինել, բա իհարկե որանում ես սրտիցը դուրս չգալիս։ Շատ է կարոտում Արզիկ տատը իր գունեղ Արցախ աշխարհը, հայրենի հողն ու ծննդավայրը, բայց Հայաստանից ոտքը մի սանտիմետր անգամ չի շարժի։ Սա է իր երկիրը, չափերով փոքր, բայց այնքան հարազատ։ Այստեղ է իր արմատը, հավատը ու առաքելությունը։ Թորներին պիտի հայրենաճանաչ ու հայրենատեր մեծացնի, որ վերադարձ լինի Արցախ։ Ես պատկերացնում եմ, որ հայրենասեր լինեն, գիտես, օրինակ որ ասում եմ, որ թորնում են գնում, ես դրանց համարում եմ հայրենիքի դավաճան։
փոխարեն միահամուր դառնաք, միանաք, ձեր հայրենիքը պաշտպանեք, փախնում եք, մեկը Ֆրանսիա, մեկը Ամերիկա, այ մարդ ինչի համար։ Ես ուզում եմ իմ երեխեքս հայրենասեր լինեն, հայրենասեր։ Լսում ես 67-ամյա Արզիկ տատին ու ակամայից մտքումդ մի հարց է պտտվում. որտեղից այս կնոջ մեջ այսքան տոկունություն, կամք եւ ուժ։ Առողջական խնդիրներն անգամ չեն կոտրել նրա լավատեսությունը, չեն չարացրել։ Մեծ մայրն այսօր քայլել, ոտքի վրա մնալ գրեթե չի կարողանում։ Հենակներով է տեղաշարժվում կյանքի դժվարին տարիներին կատարած ֆիզիկական ծանր աշխատանքի պատճառով։ Վիրահատվել էլ չի կարողանում, ասում է, մեծ գումարների հետ է կապված։ 3 հատ շատ մեծ այգի եմ մշակում, ես իմ լոբի պամդի, ինչ ասես, պատկերացրեք 5-70 կիլովանոց մեշոկով պճղած, պատրաստ լոբի էի վերցնում։ Ես 20 քանի տարի ես վիճակումն եմ, չեմ կարողանում արդեն անել, չկարողացա։ Ոտքերը ինչ խնդիր է։ Ես կրտիկների մաշածա չկա։ Հետո էս մասերն է, հետո տազասա գրիժա, ողնաշարից դիսկերն է իրարից հեռացած։ Եվ սա իսրայելյանների միակ խնդիրը չէ։ 7 հոգանոց ընտանիքը վարձով է բնակվում Հրազդանի այս փոքրիկ բնակարանում, ամիսը շուրջ 130,000 դրամ վճարելով։ Արզիկ տատն այստեղ իր որդու, հարսի ու 4 թոռների հետ է ապրում։ 3 հարուզավակ ունեն ու 1 աղջիկ։ Ընտանիքի հայրը Մասիսը մեր նկարահանման ընթացքում աշխատանքի էր, չկարողացանք հանդիպել։ Ասում են ամեն ինչ անում է, որ կարողանա հոգալ ընտանիքի կարիքները, բայց ստացած 70,000 դրամ աշխատավարձը խնդիրները չի լուծում։ Նույնիսկ տան վարձը վճարել չեն կարողանում։ Իր ընկերոջ հետ տենց բան որ աշխատում էլի, նես չի որ ասեմ ամեն ամիս տենց սահմանափակած գումար կա։ Մի օր լինում է, մի օր չի լինում։ Մոտավոր միջինում ինչքան եկամուտ եք ստանում։ Դե նպաստա թոշակա, մեկ էլ ամուսնուս աշխատավարձնա, բավչետը այս աջակցություններով ենք էլի, վարձա, կոմունալա, ուտելա, դրա մեջ հիմա որ կտրեն չգիտեմ ոնց կլինի։ Բազում դժվարությունների տակ կքած իսրայելյանները այդուհանդերձ լավատես են, արցախցու տոկուն կամքով վստահ, որ կհաղթահարեն դժվար օրերը։ Ընտանիքի ամենացավոտ խնդիրը 9-ամյա աղջկա առողջությունն է, երեխան լուրջ խնդիր ունի՝ հիդրոցեֆալիա դեցեպե, չի խոսում, չի քայլում։ Ճիշտն ասած իրան ներվին կպել են վիրահատելուց, դրա համար շունտավորված է ինքը։ Մեջ շունտավորված ամեն տարի տանում եմ մի հատ ստուգման Երևան, Ձելեթելի մանկական հիվանդանոց։ Իսկ վերականգնողական եմ տանում ստեղի երեխաների աջակցման կենտրոն։ Տանում եմ բերում շաբաթը 2 անգամ։ Բայց դե եսի չգիտեմ։ Գլուխը շունտա դրած այդ բերած միջև աղիքնեն էլի, որ այդ ջուրը դրա մեջով գնա աղիքնեն, հա։ Ինչ են ասել բժիշկները, որ չի վիճակը։ Չես իմանում, չէ, ինձ թվում է։ Ծանր զորով իջեցնում եմ, ավտոյում դնում, տանում բերում, ահա որա, բայց դե հույսը մեծ է, էլի, տենանք, Աստված մեծ է, մի լույս կբացվի։ Բայց իմ հարց չկար աշխատի, ոնց աշխատի։ Այն երեխան է վիճակում, ես ես վիճակում եմ, մեկը փոքր, ես չենք կարողանա, դրա համար ինքը չի կարող աշխատել։ Հրազդանի այս վարձու բնակարանում ինչ-որ իրեր կան, բայց երեխաները քնելու տեղ չունեն, մահճակալ չկա։ Կարավատներ չկա, երեխաներս գետնին են քնում, Նատալիկի կարավատը փոքր է, այդի Ծաղկաձորի պանսիոնատում ենք մնում, դեղի դեր հայրներ տվել, օգտագործած, այն վաղ փոքր էր երեխեն, հիմա բոյա տվել, իրան չի համապատասխանում։ Այս գորշ իրականությունը Արզիկ տատը գրքերով է գունավորում, կարդալ շատ է սիրում, ասում է իր տանն էլ մեծ ու շքեղ գրադարան է ունեցել։ Անկեղծանում է, հիմա էլ եթե լավ ու որակյալ գրքեր ունենար, էլի կհավաքեր, գրադարան կստեղծեր ու դարձյալ կարդալով օրը կլցներ։ Հովհաննես Թումանյանի Թմկաբերդարումի նախագահանքը պաշտում եմ։ Մարդ պետք է լավ բան անի, որ ասեն ողորմի նրան ինչ լավ մարդ էր, ոչ թե մամաս են քախելով կիներ, ասում էր ինչքան էլ ջղայնացած լինես։ Մեր խոսքով միզանվես մի փարդա պահիր, ասում է ինչքան էլ վիրավոր են դու երբեք իրան չնմանվես։ Մամայիս խոսքերը ես երբեք չմոռանա։ Արդար ու ազնիվ են ապրել իսրայելյանները, հիմա էլ փորձում են հենց այդպես իրենց կյանքը կառուցել։ Թեև այսօր մի քիչ նեղն են, բայց նրանցից եւ ոչ մեկի մեջ չարության նշույլ անգամ չկա։ Շատ բան են կորցրել, շատ ցավ տեսել, բայց մերժում են, ճնշում հուսահատությանը։ Զինվում են համբերությամբ ու ուժ են տալիս միմյանց ամուր առաջ շարժվելու։ Արցախցու վճռական կողը միշտ ձիգ է ու հուշկու ուժով է առաջ մղում։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։
Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Մի թեթև անձրևի դեպքում էլ շփոթվում են ընկնում ցայտնոտի մեջ։ Աճպարարություն, ներկես ասֆալտն ու հոդս ցնդի։ Մի ուղղության վրա սլակ կտեսնես, որը եւ աճ է տանում եւ ձախ։ Շփոթության մեջ է գցում։ Հետադարձն այնքան է մաշվում, որ հարցականի նշան է դառնում։ Արդեն մոռացել են դա ինչ բան է։ Մի պահ կանգ առեք ու գծանշումների տրամաբանությանը նայեք։ Հիմա մարդը գիծը չտեսավ մտավ խախտում է։ Էմալային ներկերն են, որ դեռ չքսված ասֆալտին անհետանում են, մաշվում ու շուտ մաքրվում։ Էնի լիտրով է, էնի կիլոյով է։ Գլխավոր պատասխանատուները կշրջանցեն հարցն ու կարդարանան։ Որակի առումով ընդհանրում են ոչ մեկին կասկածի տեղիք չի տա։ Թերի վճարումները թերի բյուջեի պատճառ են դարձել։ Ամբողջ մայրաքաղաքի խնդիրների չափ խնդիրներ հենց միայն տրանսպորտային համակարգում կա։ Սայլը ձիուց առաջ դրեցինք։ Տրանսպորտի ավելի քան 20% ուղևորների հետ է խնդիրը։ Դա անպատասխանատվություն է։ Չէր սպասում, թե բոյկոտն այսպիսի արդյունք է գրանցելու։ Տանշփուլի բյուջե պլանավորել չգիտես։ Վճարման խցանում առաջացավ ավտոբուսում։ Երկրորդը վկայում են երրորդ չորրորդից է աշխատում։ Միշտ առաջին անգամը չի ստացվում։ Բացառեց նաև թե կրկնակի գանձումներ են հնարավոր։ Կրկնակի գանձումներ չկա։ Հարտից մի քանի անգամ էր փող գնացել։ 3 անգամ տարել է։ Տերմինալներից տոմս գնող բազմաթիվ ուղևորների գումարներն այս ընթացքում ջուրն են գնացել։ Խնդրում ենք, այս գրառումը տեսնելով կոպեկ մի նետեք։ Գծանշում անվտանգային կարևորագույն միջոցառում, որը հնարավորություն է տալիս անխոչնդոտ ու կանոնավոր կազմակերպել երթևեկը։ Կարծում եմ շատերդ կհամաձայնեք, որ գծանշումների առումով մայրաքաղաքում անելիքները շատ են։ Այդ մասին է վկայում նաև ծանոթ վարորդների շրջանում անցկացված, այսպես ասեմ, էքսպրես հարցումս, որը եթե մեկ նախադասությամբ ամփոփեմ, կստացվի, որ գծանշման համար գործածվող ներկերը արագ ջնջվում են, ինչը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով բարդություններ է ստեղծում։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Երբ իրավասուների հետ խոսում ենք այս թեմայի շուրջ, ագրեսիվ պաշտպանողական կեցվածք են ընդունում, թե բա ամեն տարի գծանշումները թարմացնում ենք, իսկ եթե ուշացնում ենք, ապա բացառապես ճանապարհների ասֆալտապատման կամ ճաքալացման աշխատանքներով պայմանավորված։ Սակայն երբ հարցնում ենք, ինչ ներկերով են կատարվում գծանշումները, անհոդաբաշխ բացատրություններ են տալիս։ Երևի ամաչում են ասել, որ գծանշումները արվում են անորակ ներկերով, ու եթե ինչ-ինչ պատճառներով հաջորդ տարի չեն թարմացվում, վարորդների համար, ասենք երթևեկության հանդիպակաց գոտին դառնում է պայմանական կամ աչքաչափով որոշվող մի բան։ Ըստ մասնագետների պետք է անցնել միջազգային չափանիշերին համապատասխանող գծանշումների, այսինքն մոռանալ ներկերի մասին եւ կիրառել ռետինային հատուկ նյութեր։ Մայրաքաղաքի մի շարք փողոցները մեզ դրանցով են գծանշել ու չեն փոշմանել։ Ճիշտ է, այդ տարբերակը թանկ է, բայց չէ որ թանկից էժանը չկա։ Թեև այս հարցում էլ կան վերապահումներ։ Քանի որ համալիր ճանապարհանորոգում ու ասֆալտապատում հազվադեպ է իրականացվում, սովորաբար միայն կարկատման աշխատանքներ են կատարվում, գծանշման թանկարժեք նյութեր կիրառելը անիմաստ է։ Այդուհանդերձ պետք է մտածել գործածվող ներկերի որակը բարելավելու մասին, որ գոնե 1 տարի դիմանան, այլ ոչ թե արագ մաշվեն ու դառնան վարորդների նյարդերի քայքայման պատճառ։ Նայիրի Մուրադյանի տեսանյութը վերնագրել ենք վարորդի նյարդերը մաշեցնելու նոր արվեստը։ Ճանապարհային երթևեկության փորձագետ Փաստաբան Խաչատուրովի աչքերը զարմանքից կլորացան, երբ նոր-նորքի զանգված տանող ավտոբուսների համար առանձնացված գծանշումներից սկսեց խոսել։ Աճպարարություն, ներկես ասֆալտն ու հոդս ցնդի։ Ասֆալտին կավճով գրվածն ավելի երկար կմնա, քան այս անորակ ներկը, որ քաղաքապետարանն է օգտագործում մայրաքաղաքում գծանշումների համար։ Մասիվում ավտոբուսի գծի գծանշումները, որով որ քաղաքապետարանը հպարտանում է, անցած տարի 4 անգամ են ներկել, բայց չէր մաշվել։ Ուղղակի անհետացել էր։ Եթե մաշվեր ներկենք, ասենք, անհետաց, ենթադրենք թարմացնում են ավելի լավ երևա, բայց անհետացել էին գծանշումները։ Ասֆալտին ձյունը հալվեց, թե չէ գծանշումներն այլևս չես տեսնի։ Կարծես հոդս են ցնդել, չեն երևում, կամ էլ հոձգիծն է տեղ-տեղ կետագծեր դառնում, շփոթեցնելով վարորդներին, կամ էլ հետադարձն այնքան է մաշվում, որ հարցականի նշան է դառնում։ Կարճ ասած, Շումախերի պես վարորդ պետք է լինես, որ մայրաքաղաքում անվտանգ երթևեկես, կարգ ու կանոն չխախտես։ Քննություն հանձնում եմ Երևանի ՀՔԲ-ին, դուրս են գալիս ու Երևանու տարածքում գծանշումներ չկան, հետևաբար նոր երթևեկության մեջ մտնող վարորդները
արդեն մոռացել են դա ինչ բան է ու իրենք քննություններն էլ արդեն առանց գծանշումների են հանձնում։ Զավեշտալի է դառնում իրավիճակը հատկապես այն դեպքերում, երբ ասֆալտի վրա գծանշումների փոփոխություն է կատարվում։ Ավելի լավ է չարվի, միաբերան բողոքում են վարորդները։ Մի ուղղության վրա սլակ կտեսնես, որը եւ աջ է տանում եւ ձախ, գլուխ կոտրուկ է դառնում։ Խաչմերուկն անցնելիս պետք է խաչակնքվես, որ այլ մեքենայի հանկարծ չբախվես։ Այնքան են փոփոխություն անում, այդ բաները իրար հակասում են, էլի սլակները։ Ասենք նայում ես տակի սլակը աջ է տալի, վրայի սլակը ձախ է տալի, այս երեկվա գծածն էլ ուղիղ է ասում ու օրվա տարբեր ժամերին էլ դրանք փոփոխական են լինում, էլի։ Այնտեղ կա մի քանի հատ իրար վրա, ասենք շփոթության մեջ է գցում։ Մի հատ աչա, մի հատ ձախը, բայց գծահեսա նա եկել դուք չեք տեսնում, չկա գծանշը։ Ընդհանրապես քաղաքի կենտրոնում է շատ դες բաները։ Եթե մաշված անցնում ես, ինքը ասում է կամերան չտա, որ երկար է, դու ես ես արեն ես ալի։ Ասում գծեք, որ երևա տեսանելի լինի։ Հիմա մարդը գիծը չտեսավ, մտավ խախտում է։ Մտեք Դավթաշեն վարչական շրջանի փողոցներ, ուղակի խառնաշփոթ է։ Ամիսներ շարունակ հին ու նոր գծանշումները գլխացավանքի պատճառ էին դարձել։ Դավթաշենի մշտապես ծանրաբեռնված կամուրջի գծանշումների մասին խոսելն ավելորդ է։ Մի պահ կանգ առեք ու գծանշումների տրամաբանությանը նայեք։ Դավթաշենի կամուրջի գծանշումները միջազգային ցուցահանդեսում ենք ներկայացրել որպես աբստրակցիոնիզմի երևույթ։ Դե այդ բոլորը գիտեն։ Շատ բուրըն քննարկումներ, շատ երկար ժամանակ համացանցում եղավ, տարբեր հումնորներ էին անում, մի մասը ասում էին մեր հնդիկ բարեկամների համար, որ մոտոցիկլետներով անցնեն, դե այդպես 40 սանտիմետրյաներ sense փոքր շարքեր են եղել, էլի։ Դե դա հանցավոր անտարբերության արդյունք է։ Սոցցանցերում էլ խմբեր կան, որտեղ վարորդներն են գրառումներ կատարում, երթևեկելիս կանգ առնում, աջակցություն հայցում, թե ով կօգնի վերջո, գծանշումներից որն է ճիշտը, որ անվտանգ ու ժամանակին տեղ հասնեն։ Գծանշումներն այնքան մաշված են ու վատ տեսանելի, որ մեքենաների վարորդները հատկապես գիշերային ժամերին մի թեթև անձրևի դեպքում էլ շփոթվում են ընկնում ցայտնոտի մեջ, ինչը երբեմն դառնում է վթարի պատճառ։ Ոստիկանությունը այդ ստատիստիկան չունենա, որովհետև չեն տիրապետում ու չեն էլ ցանկանում դրա մեջ խորանան, բայց ես ձեզ ստատիստիկա ասեմ, մեր մոտ երթևեկությունը այն, որ ասում են իրար չեն զիջում, վարորդները գազազել են միմյանց նկատմամբ ու նաև վթարների մեծ մասը, մի մասը չէ, մեծ մասը վթարների տեղի են ունենում գծանշումների բացակայության ու անորակության պատճառով։ Ինչու են մայրաքաղաքում գծանշումների համար օգտագործվող ներկերն ու նյութերն անորակ։ Լավ, կարելի է չէ միջազգային փորձն ուսումնասիրել, հետո միայն ներկել ծանրաբեռնված երթևեկով քաղաքի փողոցները։ Ինչպես միշտ, այս անգամ էլ այդ աշխատանքների իրականացման համար գլխավոր պատասխանատուները կշրջանցեն հարցն ու կարդարանան։ Իրենք մեկ է գոհ են իրենց աշխատանքից։ Մի շարք փողոցներ Երևան քաղաքում անցյալ տարի իրականացվել են նշված գծանշմամբ, որը որակի առումով ենթադրում եմ ոչ մեկին կասկածի տեղիք չի տա։ Պարզվեց, որ այս ամառ էլ մայրաքաղաքի երթևեկության գծանշումների մեծ մասը էմալային ներկերով պետք է կատարեն։ Աշխատանքն էլ արդեն մի քանի տարի իրականացնող ընկերությունն է դարձյալ հանձն առել։ Այս անգամ էլ ինքն է հաղթել մրցույթն ու գործի անցել։ Էմալային ներկերն են, որ դեռ չքսված ասֆալտին անհետանում են, մաշվում ու շուտ մաքրվում։ Միևնույն է, քաղաքապետարանը որոշել է տարին 2 անգամ դրանով են ներկելու քաղաքի ասֆալտը։ Էմալային տիպի գծանշումների համար անգամ կառավարության որոշումով սահմանված է պիտանելի պատշաճ որակ 3 ամիս, այսինքն մենք նախորդ տարիներում է տարին 2 անգամ էմալային տիպի գծանշում ենք իրականացնում, որպեսզի քաղաքը պահպանվեր պատշաճ որակի, եւ այս տարի նույնպես 2 անգամ նշված փողոցները, որտեղ կիրառվում են նման տիպի գծանշում, թարմացումներ կիրականացվեն։ Մասնագետները լավ գիտեն, սառը եւ թերմոպլաստիկ ներկերն ավելի դիմակայուն են։ Դրանք երկարադիմացկուն են։ Քաղաքապետարանի պաշտոնյան ասում է, այո, դրանցով էլ են ներկում քաղաքը, օրինակ Միասնիկյան պողոտան, Աթենքի փողոցն ու Հանրապետության հրապարակը։ Օրինակ եմ ասում, Դավիթ փողոցը չեն փակելու, բա ուր է գծանշումները։ Հիմա որ փողոցը պետք է փակեն, տանելու են այդտեղ գծանշում անեն։ Կամ նայեք, ձեզ մի բան ասեմ, էլի։ Հասկանում եմ տուրիստը գալիս է հրապարակ նկարվելու, ինչ ունենք թանգանոց, տանենք շարենք հրապարակում, բայց Երևան քաղաքը հրապարակով չի։
Կրկին մասնագետներն են պարզ մի օրինակ բերում։ Շատ ավելի լավ կլիներ, որ սառը եւ թերմոպլաստիկ նյութերն օգտագործեն քաղաքը ներկելիս, քան տարին այդքան մեծ գումարներ ծախսեն էմալային ներկով պատեն քաղաքը։ Տերմոն որ արվում է, թե սառը, թե տաքը, ինքը համարը 3 մմ հաստություն է ունենում։ Էնի լիտրով է, էնի կիլոյով է, էնի ասենք խոսքի կարող է 600, 700 գրամ, 800 գրամ քառակուսի առումով։ Իսկ էնի արդեն այդում է 6 կիլո եւ ավել։ Ուղղակի այս գծանշումները կիրառում ենք բացառապես այն փողոցներում, որտեղ անցնում են միջին նորոգում եւ որտեղ վստահ ենք, որ առաջիկա տարիների առնվազն մի քանի տարվա ընթացքում ասֆալտի վերանորոգման կամ փոխարինման աշխատանքներ չեն կատարվելու։ Սա էլ պայմանավորված է նրանով, որ այս որակյալ տիպի թերմոև սառը տիպի գծանշումները ինքը էմալային տիպի ներկանյութով գծանշումներից գումարային առումով տարբերվում են 10 անգամ։ Բոլորը հայտարարում են, որ մեր երկրում լինելու է թերմոպլաստից։ Հետո որ ասում ես, ինչի չկա, ասում դե թանկ է, ինչքան թանկ, ասենք 10 անգամ։ Ասում ենք, օքեյ, եկեք ձեր անհետացող ներկով ներկենք, արդյունքում ես ձեզ հավատացնում եմ, էլի, մոտավորապես 2.5 անգամ ավելի թանկ է նստում։ Քաղաքապետարանն արդեն սկսել է գծանշումների աշխատանքները, մինչև օգոստոսի վերջ պետք է գործն ավարտին հասցնեն։ Առաջարկեցինք մենք էլ հետևել այդ աշխատանքներին, ի վերջո տեսնելու ինչ նյութեր են օգտագործվում, որակներ ավելի շատ մեզ հետաքրքրում։ Մերժեցին։ Օդում է մնում հարցը, այս անգամ ասֆալտին քսված սպիտակ ներքի փայլը որքան կպահպանվի առանց խամրելու։ Հետևությունը հեռուստադիտողին ենք թողնում։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի թնջուկը այդպես էլ չի բացվում։ Ու եթե նախկինում ուղևորներից շատերը հրաժարվում են վճարել թանկացած սակագնով, հիմա չեն վճարում տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով։ Այսինչ բանկի քարտը սարքը չի կարդում, գործարքի համապատասխան ձայնը չի լսվում, ծանոթի փոխարեն վճարելու համար պահանջվում է որոշակի ժամանակահատված, մի խոսքով օրական տասնյակ հարյուրավոր մարդիկ երթևեկում են ոչ թե 150 դրամով, ինչի համար իշխանությունները թուք ու մուր կերան, այլ անվճար։ Հետևաբար ամենևին էլ զարմանալի չէ, որ այժմ հանրային տրանսպորտի ուղևորցից գոյացած բյուջեն ավելի փոքր է, քան 100 դրամի ուղևորցի դեպքում։ Տարակուսեցի, երբ անցնող շաբաթ քաղաքապետարանի պաշտոնյան հայտարարեց, թե ի վիճակի չեն տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետև չեն կարողանում տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Թարգմանաբար նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխման ձախողման պատասխանատուն անբարեխիղճ ուղևորներն են։ Հարց է առաջանում. իսկ հնարավոր չէ նախքան ուղևորցի թանկացման մասին որոշում ընդունելը ապահովել համապատասխան ենթակառուցվածքներն ու նյութատեխնիկական բազան։ Կամ եթե անգամ անբարեխիղճ ուղևորն է պատճառը, ինչու նախքան թանկացնելը մանրամասն չէի քաշվարկել մարդկանց գնողունակությունն ու տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ Կամ տրանսպորտային պարկը համալրելու համար պետք է պարտադիր ուղետոմսերը թանկացնել, եկամտի այլ աղբյուրներ չունեք։ Հրեն, նախկին քաղաքապետը գլուխ է գովում, թե իր պաշտոնավարման ընթացքում բացառապես Երևանի բյուջեի հաշվին է ձեռք բերել այսօրվա ավտոպարկի գերակշիռ մասը։ Ասում է, թե ոչ կառավարությունից են մի լումա ստացել, ոչ էլ ուղետոմսերն են թանկացնել։ Ես էլ ավելացնեմ, որ այն ժամանակ կարմիր գծերի գոտիում կայանման համար տարեկան 160,000 դրամ չէր գանձվում։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի ձախողված ռեֆորմի նոխազ երևանցին տեսանյութը։ 2.3 միլիարդ դրամով քիչ գումար են ավտոբուսները քաղաքապետարան հասցրել, թերի վճարումները թերի բյուջեի պատճառ են դարձել։ Տրանսպորտի ավելի քան 20% ուղևորների հետ է խնդիրը, պարտաճանաչ 75-ից 80%-ը վճարում է, գործակարգավարականին քաղաքապետն ասաց, ընդունեց 100-ից 150 դրամ դարձած տրանսպորտի սակագնի դեմ բոյկոտելու արդյունքն է նաև։ Ամենայն հարգանքով նորից այդ բոյկոտի շղարշի ներքո ուղակի կոծկելը անպատասխանատվությունը ես տենց չեմ ընդունում։ Դա անպատասխանատվություն է քաղաքապետարանի նկատմամբ, սեփական քաղաքի, սեփական քաղաքում ունեցած հանրային տրանսպորտի նկատմամբ։ Քաղաքային իշխանությունն այնուամենայնիվ ամիսներ առաջ այսպես չէր խոսում, ըստ էության ուրեմն չէր սպասում, թե բոյկոտն այսպիսի արդյունք է գրանցելու։ Ավելին պնդում էին, թե պայքարի գործողությունները ձախողվեցին ի սկզբանե ու ամբողջությամբ։ Փորձագետներն այս հանգամանքն են առաջնահերթ հիշեցնում, իրենք դեռ այն ժամանակվանից էին իշխանությանը զգուշացնում, բոյկոտի ծավալները չեն, անարդյունք չեն կարող մնալ։ Պետք է կանխատեսել բոլոր դիմադրությունները, եւ եթե դու ֆինանսական բյուջեն պլանավորում ես, որ
դիմադրություն չի լինելու, դա նշանակում է բյուջե պլանավորել չգիտես։ Պետք է հաշվի առնես, որ լինելու է դիմադրություն եւ մուտքերը բնականաբար որոշակի իմաստով նվազելու են։ Տրանսպորտից օգտվող ցանկացած քաղաքացի, եթե վերլուծեր ինքը հենց անմիջապես տրանսպորտի մեջ կտեսներ ինչքան մարդ չի վճարում եւ հետեւաբար ակնհայտ էր, որ նման ծավալի միգուցե նույնիսկ ավելի շատ թեր կատարում լինի հավաքագրման տեսանկյունից։ Երևանի քաղաքապետարանը մասնավոր ընկերությունների նման ակցիա էր իրականացնում։ Ասում էր հունվարին եւ փետրվարին ձեռ բերեք փաթեթ կստանաք 1 ամիս նվեր։ Բա այդ 1 ամիս որ նվեր էր տալի չէր հասկանում, որ 1/12 չափով պակասա չէ մարդը տոմս առնել։ Ամեն դեպքում ինչու ստացվեց ինչպես միշտ, եթե ուզում էին լավ բան անել, մասնագետները տարբեր պատճառներ են առաջ քաշում։ Երբ որ դու բերում ես մի նախագիծ, որը հաշվի չի առնում, որ պապիկը 20 րոպե կանգառում կան սպասում է, կողքով անցնում էր ավտոբուս, որի արժեքը 100 դրամ էր, ինքը դա չէր նստում, որ 50 դրամանոց տրոլեյբուսով գնա։ Ունենում ենք ինչ ունենք այսօր։ Մենք այսպես ասած սայլը ձիուց առաջ դրեցինք։ Մենք պետք է ամբողջությամբ բարեփոխումները 100%-անոց չասեմ, բայց գոնե մենք 90%-անոց ամբողջությամբ բարեփոխումները վերջացրած լինենք, նոր սակագնի մասին քննարկումները սկսեր կամ սակագինը ներդնենք։ Տրանսպորտի վարչության նախկին ղեկավարը սկսեց թվարկել, թե ինչ էր պետք անել, որ չի արվել։ Տպավորություն է, որ ամբողջ մայրաքաղաքի խնդիրների չափ պրոբլեմներ հենց միայն տրանսպորտային համակարգում կա։ Տրոլեյբուսներ դեռ պետք է բերվեն, ավտոբուսները պետք է ամբողջական համալրվեն, բերվեն, երթուղային ցանցը դեռևս ներդրված չի, ճանապարհափողոցային ցանցում ունեն խնդիրներ, մի քանի փողոցներ են առանձնացվել, բայց ամբողջ Երևանի մասշտաբով ճանապարհափողոցային ցանցը պետք է ներդրվի, տոմսային համակարգում ունեն խնդիրներ։ Եվ այսպես շարունակ, բայց Սուրանկյունը որոշեց նաև շրջել տրանսպորտով, տեսնելու թե ինչ պատկեր կա հիմա այստեղ։ Քաղաքացիները մեծամասամբ վճարում էին կամ գոնե փորձում վճարում կատարել, բայց այս ձայնն էլ գրեթե հավասարը հավասարի դուրս էր գալիս ընդունիչից։ Երկրորդը, մի երրորդ էլ։ Այս դեպքում էլ վալիդատորն այնքան մերժեց վճարումը, որ մի քանի րոպե ուղևորը քարտը սարքի մոտ էր պահում, ոչ մի բան չէր փոխվում, ոչ առաջ, ոչ էլ հետ։ Վճարման խցանում առաջացավ ավտոբուսում։ Գնացինք նաև կանգառներ քաղաքացիներից հարցուփորձ անելու, առանց բացառության նշեցին, եթե անգամ ոչ անձամբ, ապա մյուս ուղևորների դեպքում հաճախ են նկատում, որ մի քանի փորձ մերժում է սարքը վճարումն ընդունել, բայց մի շտապեք, մարդիկ նշում են, ոչ այն պատճառով, թե օրինակ քարտը դատարկ է, վկայում են 3-4-ից է աշխատում։ Լինում է երկու անգամ էլ ինձ հետ է եղել, որ ինքը դեղին գույնն է մերժում է, ասում է հնարավոր չի վճարը ստանալ։ Միշտ առաջին անգամը չի ստացվում։ Սուրանկյան հետ զրուցած այս քաղաքացին էլ միայն մեկն է Արցախույզի մասնակիցներից, ում քարտից մի քանի անգամ էր փող գնացել, թեպետ մինչև կանաչ լույսը վալիդատորի էկրանին մերժման նշաններ հայտնվել։ Երկու անգամ փորձել եմ այդպես կրկնակին, նույնիսկ 3 անգամ տեսել եմ, որ ասենք թե տանում է 3 անգամ տարել է գումարը։ Ուղղություն վերցրինք համակարգը սպասարկող ընկերություն, այստեղ կազմակերպության փոխտնօրենը մեզ վստահեցրեց, համակարգային խոշորամասշտաբ խնդիր չի եղել, չկա։ Բացառեց նաև, թե կրկնակի գանձումներ են հնարավոր, այս ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացել, ուսումնասիրել, գեթ-1 դեպք չի ապացուցվել։ Եթե մի հաճախորդը իր տոմսը չի կարում ստանա, հաջորդը ստանում է, նշանակում է նախորդ հաճախորդը ուներ տոմսի հետ խնդիր, այլ ոչ թե վալիդատորի հետ խնդիր։ Երբ որ կարմիր է լինում եւ դրանից հետո գանձում է լինում, միշտ պետք է մեր հաճախորդները հիշեն, դա նախորդ իրենց պարտքն է, որ գնացել է մարվել է։ Այսինքն կրկնակի գանձումներ։ Կրկնակի գանձումներ չկա։ Մեր խմբագրությունը հազանգած բազմաթիվ քաղաքացիներ նշում էին նաև, որ որոշ բանկային քարտերով այնուամենայնիվ դեռևս հնարավոր չէ վճարում կատարել։ Համակարգը սպասարկող ընկերության ներկայացուցիչը հաստատում է, այժմ կա նման խնդիր։ Պարզապես համակարգը աշխատում է օֆլայնով եւ մարդկանց մոտ այդ տարակուսանքը երբեմն առաջանում է խանութում ընդունում է քարտս, վալիդատորը չի ընդունում, վալիդատորը այլ սխեմայով է աշխատում, վալիդատորը օֆլայն է աշխատում, իսկ խանութինը օնլայն է աշխատում։ Այդ համակարգերը տարբեր են ու այդ համակարգերի տարբերության արդյունքում է, որ դուք որևիցե տեղ Հայաստանի Հանրապետությունում չեք կարող բացահայտել, որ ձեր քարտը այդ խնդիր ունի, միայն վալիդատորի վրա։ Իդեպ տերմինալներից տոմս գնող բազմաթիվ ուղևորների գումարներն այս ընթացքում ջուրն են գնացել, բայց ոչ թե այն պատճառով, որ համակարգը սպասարկող ընկերության վճարահաշվարկային
տրանսպորտային տեխնիկաներն են անսարք եղել, այլ որովհետև տերմինալների տարածքում գողեր են եղել։ Հատկապես կանգառների մոտ տեղադրված տերմինալների, որովհետև ամենաշատ 102 հյուրանոցները արկղ կնետվեին, դրամընդունիչների արանքում չոփեր են մցրել, մարդկանց գումարը դրամ արկղ չի հասել։ Բնականաբար տոմս չեն ստացել, բայց խաբեբաները հետո կարողացել են հակառակ կողմից, այսպես ասած, ոսկեդրամներին տիրանալ։ Տեսնես թերակատարված 2.3 միլիարդից որքան տոկոսն է կազմում այն, ինչ խոսք, հետաքրքիր է։ Այնուամենայնիվ համակարգում փոփոխություններ են արել, էլ ճարպկությունը չի օգնի։ Հաճախորդը գործարք անելուց, երբ որ հանդիպում է այս գրառմանը, խնդրում ենք այս գրառումը տեսնելով կոպեկ մի նետեք։ Մանրադրամ եթե չնետեք, ժամանակի ընթացքում այդ զեղծարարությունը ինքն իրան կվերանա։ Վերադառնալով թերակատարված տրանսպորտային բյուջե, բա սա ինչի կբերի, ինչ արդյունքի սպասել։ Դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին եւ օրինակի համար եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես չկարողանա անընդհատ այս ծավալը սպասարկի։ Քաղաքապետարանում հիմա արդեն նաև ավելի կոնկրետ թվերով են խոսում։ 6 տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թեր հավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա։ Այս դեպքում արդեն կար այդ քաղաքացու մոտ հարց առաջանա, ես ինչ եմ մուծում, եթե բարեփոխում չեմ տեսնելու, այսինքն հակառակ էֆեկտը կարա տա։ Եվ վերջապես պետք չի պայմանավորել մուծումներով կտան թե չեն տա նոր տրոլեյբուս բերենք։ Իհարկե դա ոչ միայն քաղաքային նշանակության հարցը, դա ռազմավարական նշանակության հարցը։ Տրանսպորտ ձեռք բերելը, հա, տրոլեյբուս ձեռք բերելը, այդ Opel ձեռք բերել չի, էլի փող ունենք, գնանք ավտոշուկայից Opel ձեռք բերենք, մի ժամում Կիրակի օրը գնանք շուկան, այդքան կամ այդ լիստը եմը թերթենք։ Հանրային տրանսպորտը, ավտոբուսը, տրոլեյբուսը այդն մեծ քանակը, դա բանակցություններ են։ Իշխանությունն ամեն դեպքում հույս ունի, որ այս բոլոր խնդիրները շուտ են լուծվելու։ Մոտ ապագայում, երբ խորհրդարանը կընդունի տրանսպորտում չվճարելու տուգանքի օրինագիծը, սակայն փորձագետները այս հարցում էլ չեն կիսում պատասխանատուների տեսակետը։ Պնդում են հսկիչներին էլ ավտոբուս բարձրացնելով հարց չի լուծվելու։ Մեզ ու մեր խնդիրներին իրական աչքերով չնայելու երկրորդ ակտն է։ Օրենքի նախագիծն ի դեպ ազգային ժողովում դրական եզրակացություններ արդեն ունի։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Այդ համարանիշները հանում եք, որ ինչ անեք, որ հանկարծ մեքենան վաղը մյուս օրը ծախեք, չերևա, որ ես վթարվածը ձեր մեքենան է եղել։ Համար հանելը մոդա չէ։ Հետո պարզվեց, որ Infinity Watch Tab վարորդը նաև ամիսներ առաջ է մասնակից դարձել ավտովթար վրաերթի։ Նռնակի արկայության մասին ահազանգը ճիշտ էր։ Այն տեղադրված էր հենց երկրորդ հարկում, հատուկ լարի միջոցով միացված էր աթոռին։ Սո վնասած զերծիկ չէ։ Փաստորեն, այս անվտանգության բարձիկն էլ փրկություն չի։ Միզո 3 Սարսափելի էր այն, ինչ տեղի էր ունենում։ Կնոջ աղիողորմ լացն ու հավաքվածների տարակուսած դեմքերը ապացույցն էին, որ այս բնակավայրում հերթական ողբերգական պատահարը տեղի ունեցավ։ Այսինքն 2 զոհ, 12 վիրավոր, պարոնայք իրավասուններ, ձեզ շատ պետք է խնդրենք, որ նման խնդրահարույց հատվածները ճանապարհային նշաններով կահավորեք։ Քիչ առաջ խոսեցինք ճանապարհային կահավորման անհրաժեշտ ատրիբուտներից մեկի գծանշման մասին, սակայն պակաս կարևոր չեն նաև ճանապարհային նշանները։ Դրանց կարիքը հատկապես զգացվում է մարզային ճանապարհներին։ Ցավոք, կան հատվածներ, որտեղ բազմաթիվ պատահարներ են տեղի ունեցել, սակայն իրավասունները այդպես էլ մատը մատին չեն տվել։ Այնինչ տեղի ունեցավ Քուչակում, Աստվածի ապացույցն է։ Opel-ի ու Volkswagen-ի բախման հետևանքով 2 մարդ մահացավ, 11-ը վիրավորվեց։ Հարավանության բնակվողները Շամշյանին պատմել են, որ այս հատվածում 1 տասնյակի հասնող վթարներ են եղել, որ իրենք քանիցս դիմել են իրավասուներին, թե ոլորապտույտ հատվածի պատճառով վարորդների տեսադաշտը սահմանափակվում է ու անգամ աննշան արագությունը բավարար է, որ ողբերգություն տեղի ունենա, որ անհրաժեշտ է տեղադրել ճանապարհային համապատասխան նշաններ։ Սակայն խնդրանքները մնացել են անպատասխան ու որպես հետևանք նոր պատահար։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության եւ ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուներ իրար եկեք։ Ձեր հապաղելը կյանքերի արժենում։ Հասկանում ենք, որ լուր վիճակագրի դերը բավականին հարմարավետ է ու ջանք չի պահանջում, սակայն խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։ Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք ղեկին խմած նստելու անթույլատրելիության մասին ու կոչ արել օրենսդիրներին խստացնել այս խախտման համար նախատեսված պատիժը։ Խստացումը իրականություն դարձավ, ավելին քրեականացվեց, բայց սարի ուտես, որ խմած վարելու դեպքերը չեն նվազում։ Ուստի հարց է առաջանում, իսկ գուցե օրենքի կիրառման հետ կապված խնդիրներ կան։ Չեմ կարծում, թե իրավապահները շատ են զարմացել, երբ պարզել են, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում Պուշկին եւ Տերյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասնակիցներից մեկի Infinity 25-ամյա վարորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Դե սովորաբար այդ ժամին երթևեկողների մեջ նմանները քիչ չեն։ Իսկ որ տվյալ անձը նաեւ ամիսներ առաջ է մասնակից դարձել ավտովթար վրա երթի, այսը մտորելու տեղիք է տալիս։ Ոստի հարցը, թե ինչ գործ ուներ ազատության մեջ, որ մի նոր փորձանքի հեղինակ կամ մասնակից է դարձել, լրիվ արդիական է։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, որ փորձանքը ճամփի ընկեր չդառնա տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, հերիք չի Արագածոտնի մարզ, միատել եղի պատրուշ գյուղ։ Էս կերած խմացներին էլ նայում ես, վաբշե ես հուշտ լինում։ Մտածում էի, ոնց սկսեմ նյութս։ Հենա, աբարանցիները օգնության հասան, բայց տղեր ջան, ներող, պիտի մի դիտարկում անեմ։ Ախր շատ եք է մոդայից հետ մնացել։ Նենց բաներ եք անում, որ մեկ էլ անցյալ դարում էին անում, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Եվ ուրեմն Քուչակ բնակավայրի տարածքում ժողովրդին հայտնի Եղիպատրուշի խաչմերուկում ճակատ-ճակատի իրար էին բախվել ջիփ Չերոկին ու Ֆորդը։ Բախվելը մեղմ ասված։ Հենա տեսնում եք, թե ինչ օրն են ընկել։ Սա համար հանելը մոդա չի, անցել է համար հանելը։ Այս սա նկատի ունեի, երբ ասում էի, որ մոդայից հետ են ընկել, այ ձեր տունը շինվի։ Ինչպես կասեր դասականը, այդ համարանիշները հանում եք, որ ինչ անեք, որ հանկարծ մեքենան վաղը մյուս օրը ծախեք, չերևա, որ ես վթարվածը ձեր մեքենան է եղել, որ խապեք ասեք, թե բժշկի ավտո է, երևի գիտեք, ում օրն է 40 օր, նենց որ պարոնայք վարորդներ, վաղը մյուս օր այդ տրյուկը չկրկնեք, հաստատ կրուպնի պլանով եմ համարանիշները նկարելու, ինչևէ, ինչպես լսեցիք, ասեցի, որ խոսքը ճակատային բախման մասին է, իսկ դա նշանակում է, որ մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչը այս նեղ ճանապարհի պարագայում բարդ բան չի։ Ինչպես տեսնում եք, բախման հետևանքով մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։ Նրանցից մեկն էլ բախվել եւ կոտրել է գազատար խողովակի երկաթե սյունը։ Անկեղծ ասած, հենց նկարահանումների սկզբից նկատեցի, որ շատ մունդար հատված է։ Տեսադաշտի խնդիր կա։ Երևի դուք էլ նկատեցիք, որ ոլորանապտույտ հատված է։ Հետո արդեն հարևանության բնակվողները հաստատեցին, որ այս հատվածում վթարներ հաճախակի են լինում։ Հետևաբար օր առաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ճանապարհային նշաններով կահավորի, ինչու՞ չէ նաեւ կատարի ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Իսկ մայրաքաղաքի սրտում Պուշկին եւ Տերյան փողոցների խաչմերուկում թեև ճանապարհային նշաններ տեղադրելու անհրաժեշտություն չկա, բայց դա չի խանգարել, որպեսզի առավոտ կանուխ ժամը 6-ի սահմաններում Infinity-ն ու Kian իրար ողջագուրվեն։ Ընդ որում նենց ջիգարով են իրար ողջագուրվել, որ մեքենաներից մեկը կոտրել էր խաչմերուկում տեղադրված երթևեկության ցուցանակն ու երթևեկությունը կարգավորող հատուկ հայելին ու գլխիվայր շրջվել, Infinity-ն էլ բախվել էր ծառին։ Ինչպես տեսնում եք, խեղճ փրկարարները, որոնց համար նման վարորդների պատճառով գիշեր ցերեկ մեկա դարձել, փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել Կիայի ներսում մնացած վիրավորին։ Ի վերջո, տևական ժամանակ տանջվելուց հետո նրանց դա հաջողվում է։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, 2 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Մի հոգուն էլ շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում էր բուժօգնություն ցուցաբերել, բայց ինչ իմանայի, որ ինտրիգը առջևում էր, ու այդ ինտրիգը ստեղծել էին 2 մեքենաների վարորդները, ավելի շուտ նրանց շուրջ պտտվող պատմությունները։ Երրորդին էլ տարան։ Եվ ուրեմն, այս Infinity-ի վարորդին 25-ամյա Գագիկ Մկրտչյանին ենթարկում են սթափության փորձաքննության ու պարզում է, որ ոչ սթափ է։ Գլխի վրա շրջված Կիայի մոտ էլ, որը վարել է 24-ամյա Սարգիս Փանոսյանը, հայտնաբերվել էր թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ, ինչի համար էլ դեպքի վայր պիտի գային քննիչները։ Հետո պարզվեց, որ Infinity-ի ոչ սթափ վարորդը նաև ամիսներ առաջ է մասնակից դարձել ավտովթար վրաերթի, որի վերաբերյալ գործը դեռ քննվում է։ Ինչ վերաբերում է կասկածելի փաթեթներին, որը իրավապանները նմանացրել են թմրանյութի, փորձաքննությամբ հերկվեց, որ այն թմրանյութ է, տպագրության մեջ օգտագործվող ինչ-որ քիմիական նյութ էր։ Use your mobile phone and dial 911. Կոտայքի մարզի Բյուրեղավան բնակավայրում մայիսի 20-ին կատարվածը չկարողացանք նախորդ թողարկմանը ներկայացնել եթերային ժամանակի սղության պատճառով։ Մինչդեռ այս առնչությամբ տարատեսակ խոսակցություններ են գնում, թե իբր դեպքը տեղի է ունեցել երկրապահ կամավորականների շենքում, դրա համար էլ չենք տալիս, այդ ձեր յուրդը չբլի։ Հա ինչ, որ երկրապահի շենքում է եղել, երկրապահից ենք վախենում, կամ երկրապահը մնացել, որ այն երկրապահը, որ սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ստեղծել, դարձել է պատմություն։ Ու դրանից հետո երկրապահն նենց չխայտարակեցին, որ ոչ թե վախենանք, այլ շարունակենք հարգել։ Ու այս արտակարգ պատահարն էր տեղի ունեցավ երևի դրա անդամներից մեկի կատարած ինչ-որ արարքի պատճառով։ Դո էլ սակրավոր, էլ փրկարար, էլ իրավապաններ, էլ շտաբօգնության բժիշկներ, օպերատիվ բոլոր ծառայությունների ներկայացուցիչները հասել են Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի երկրորդ վարչական շենք, քանի որ րոպեներ առաջ տեղեկություն էին ստացել, թե երկրորդ հարկում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ կա տեղադրված։ Հասնելով դեպքի վայր պարզել են, որ ճիշտ է, Բյուրեղավանի վարչական ղեկավարի երկրորդ մարզնաշենքն է, սակայն այն օգտագործվում է որպես ԵԿՄ Բյուրեղավանի գրասենյակ։ Սա էլ է հետաքրքիր փաստ, ինչու են ԵԿՄ-ին տեղ տալիս վարչական ղեկավարի մասնաշենքում։ Աչքի սելի ԽՑԲ-ը գործում։ Հենց տեղից ֆիքսեք, նոր ելեք մտեք արեք։ Չեմ ջոկում ինչին է կապված այդ պրովոդելը, հա։ Շպիլկերը թուլա մեջ է։ Պարզվեց, որ նռնակի արկայության մասին ահազանգը ճիշտ էր։ Այն տեղադրված էր հենց երկրորդ հարկում, հատուկ լարի միջոցով միացված էր աթոռին, այսինքն հեղինակը ԵԿՄ-ի տեղի կառույցի աշխատակիցներից մեկի գլուխը ուտելու հստակ մտադրություն ունեցել, բայց բարեբախտաբար իրավապանները գտնվեցին իրենց բարձրության վրա։ Տղերք, հասկանում եմ, որ կարող է գալաթ էլ առած լինեն, բայց սա հաշիվները պարզելու լավագույն ձևը չի։ Ցո վնասած զերծիկ չէ։ Մեր մշտական հեռուստադիտողը կհաստատի, որ այս տարիների ընթացքում երևի մի քանի տասնյակ անգամ լսած կլինի Սևան Մարտունի Գետափ ավտոճանապարհ բառակապակցությունը։ Այո, այս ընթացքում այս ճանապարհահատվածում մի քանի տասնյակ վթարներ ենք ներկայացրել եւ գրեթե ամեն անգամ վարորդներին զգուշացրել, որ այդ անտերը ուշադիր եղեք։ Նեղ ճանապարհը բավարար է զգոնության վարքյանական կորուստ ու հետևանքները կարող է անկանխատեսելի լինեն։ Անկանխատեսելին որն է ողբերգական, ինչն էլ եղավ այս դեպքում։ Միզո 3 վիրավոր։ 3 վիրավորը սրանից է, զոհը սրանից է։ Վարոդ, հա։ Պատկերացնում եք, օրը ցերեկով ժամը 14:50-ի սահմաններում է տեղի ունեցել այս դաժան բախումը, այսինքն մթնշաղ չի եղել, որ մտածես, թե վարորդներից մեկի համար օբյեկտիվ խոչընդոտ է եղել։ Չեմ զարմանա, եթե նախաքնական մարմինը պարզի, որ մեքենաներից մեկի վարորդը առանց անհրաժեշտ տեսադաշտի դուրս է եկել հանդիպակաց ու բախվել է։ Փաստն է, որ ինչպես լսեցիք, ՈՒԱԶ-ի եւ Կիայի ճակատային բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր։ Եվս 3-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Գավառի հիվանդանոց։
Փաստորեն, այս անվտանգության բարձիկն էլ փրկություն չի։ Իսկ գիտեք, որն է փրկությունը, հարգելի վարորդներ, եթե յուրաքանչյուրս պահպանենք երթևեկության կանոնները, այս տեսարանները քիչ կլինեն, առավել ևս Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված մեքենաների հետ։ Թե չէ ստացվում է, որ ռազմի դաշտից վերադառնում են, սակայն ճանապարհներին են զոհվում, առջևում ամառը։ Այստեղ ճանապարհով հոսքը կմեծանա։ Հիշեք, որ ավելի լավ է մի քանի րոպե ուշանալ, քան ընդհանրապես տեղ չհասնել։ Այ մարդ, արդեն երրորդ վթարն ենք ներկայացնում Kia-ի մասնակցությամբ, ինչը վկայում է, որ այս մակնիշի մեքենաները շատացել են։ Գուցե լավն է, որ մարդիկ դրանից են քշում, բայց եթե այսօրը պիտի ընկնի, ում է պետք։ Չնայած չեմ կարող միանշանակ ասել, թե այս դեպքում միանշանակ մեղավորը Kia-ի վարորդն է եղել։ Չեմ կարող ու չեմ էլ ուզում, եւ ոչ միայն այն պատճառով, որ նախաքննական մարմնի գործառույթը ստանձնեմ, այլ կամ մահացած մարդ։ Իսկ ինչպես տեղյակ եք, մահացածի հետևից կամ լավ կամ ոչինչ։ Լավ, անցնենք Շիրակի մարզը ցնցած ավտովթարի մանրամասներին ու վիճակագրությանը։ Այ մարդ, այս ինչ կարգի արագություններ պիտի բացած լինեն, որ այսօրը ընկնեն։ Աստվածիմ, մի ես մեքենային նայեք, ու երբ պատկերացնում ես, որ սրա մեջ մարդ է եղել, սարսափում ես։ Ժամը 19-ի սահմաններում Շիրակի մարզի Մայիսյան բնակավայրում տեղի ունեցած վթարի մասնակից այս Kia-ի վարորդի ողջ մնալու հավանականությունը ոչ թե զրոյական է եղել, այլ մինուս անվերջություն։ Գյումրիի բնակիչ 32-ամյա Սուրիկ Մարտիրոսյանը տեղում մահացել էր։ Իսկ ահա այս Մերսեդեսի վարորդին 19-ամյա Արտուշ Աթանեսյանին տեղափոխել էին հիվանդանոց։ Ասեցին, որ նրա վիճակը լավագույններից չէ, բայց հուսանք կյանքին վտանգ չի սպառնում։ Այն որ հենց ամենա Դիատարնա Սարսափելի էր այն, ինչ տեղի էր ունենում։ Կնոջ աղիողորմ լացն ու հավաքվածների տարակուսած դեմքերը ապացույցն էին, որ այս բնակավայրում հերթական ողբերգական պատահարը տեղի ունեցավ։ Նախորդի մասին, երբ մի ամբողջ ընտանիք էր զոհվել, սուրանկյունը անդրադարձել էր։ Պրակտիկաս ցույց է տալիս, որ դեպքի վայրում լարվածությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ մահացածի մարմինը չեն հեռացրել։ Ուստի, երբ դիատարը մոտեցավ վթարված մեքենաներին, թեթև շունչ քաշեցի։ Այլապես, եթե մի քիչ էլ դիատարը ուշանար, չէի իմանա, թե ինչ կկատարվեր։ Էլի եմ կրկնում, չեմ ցանկանում նախաքննական մարմնի գործառույթը ստանձնել, բայց մեքենաների այս վիճակը վկայում է, որ գործ ունենք արագությունների հետ։ Հա, իդեպ, քիչ էր մնում մոռանայի, այս Մերսեդեսը վթարի մասնակից չէր, իր համար կայանած է եղել, երբ տեղի է ունեցել վթարը, ու բախված մեքենաներից մեկը եկել ու հարվածել է նաև Մերսեդեսին։ Ճանապարհ բացի ժողովուրդ։ Այն որ սկզբում ասեցի, որ Արագածոտնի մարզում էլի տեղ կա, որտեղի ռելիեֆը անհաջող է, մասնավորապես կա ոլորապտույտ հատված եւ արկա է տեսադաշտի խնդիր, այս դեպքի մասին էի ասում։ Էլի քուչակ բնակավայր ու էլի վթար։ Այս անգամ Opel-ն ու Volkswagen-ն էին իրար բախվել։ Ցավոք, այս դեպքում էլ է գործել Զակոն Պոդլստին։ Այսինքն, վթարի պահին բախված մեքենաների մեջ լիքը մարդ է գտնվել, իսկ եթե ավելի ստույգ լինենք 13 հոգի։ Պատկերացնում եք, այդքան մարդ ու նման դաժան բախում։
Առավոտ ժամը 8-ի սահմաններում է եղել այս Սոդոմ հոմորը։ Ինչպես տեսնում եք, բախման հետևանքով օպերը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հետո բռնկվել։ Հա, ճիշտ լսեցիք։ Կարծնեք, իսկ կարողացել են հասցնել մեքենայի միջից դուրս գալ։ Ժողովուրդ ջան, նենց խառը վիճակ էր, որ այդ հարցերը տալու չէր։ Չնայած եթե չհասցնեին, հաստատ զոհերի թիվը շատ ավելի մեծ կլիներ։ Միայն հասցրի ճշտել, որ 1 հոգի տեղում մահացել էր, 13-ն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հետո արդեն տեղեկացանք, որ վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր էր եւ անհրաժեշտ էր տեղափոխել մայրաքաղաքի հիվանդանոց։ Ինչ լավ է, որ երկրում ցան ավիացիա է գործում։ Հեսա ուղղաթիռը եկավ ու կարճ ժամանակում ծայրահեղ ծանր վիճակում գտնվողին կհասցնի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ հնարավոր եղավ փրկել նրա կյանքը։ Իսկ արդեն 1 օր անց տեղեկատվություն ստացանք, որ ապարան բժշկական կենտրոնում տեղափոխված ուղևորներից մեկը եւս մահացավ, այսինքն 2 զոհ, 12 վիրավոր։ Պարոնայք իրավասուներ, ձեզ շատ պետք է խնդրենք, որ նման խնդրահարույց հատվածները ճանապարհային նշաններով կահավորեք։ Եթե տեղ կա ճանապարհը լայնացնելու, անպայման լայնացրեք։ Թե վիճակագրի դերը շատ ավելի է գերադասում, գործ անել պետք չի, միայն հետևանքները կարելի է գրի առնել։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք հունիսի 15-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայազգին։